Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արյանն անդրադառնալով մայրաքաղաքի կոմունալ ոլորտի խնդիրներին, ասաց, որ կոմունալ տնտեսության վարչության եւ վարչական շրջանների աշխատակազմերի հետ գնում են յուրաքանչյուր դեպքի ու հրապարակման հետևից։ Նա ասաց, որ քաղաքացիները ինքնակամ շինություններով ծածկել են կոյուղ դիտահորերը, որոնք հայտնվել էին նրանց խոհանոցում, պատշգամբում ու ամբողջ մեղադրանքն ուղղել քաղաքապետարանին եւ Վեոլաջրին։ Քաղաքապետարանն էլ ստիպված է եղել դիտահորերը տեղափոխել։ Արյանը այսպիսի մի քանի օրինակներ թվեց, տեղեկացնելով, որ քաղաքապետի ստորագրությամբ 6 կետից բաղկացած նամակ են ուղարկել կառավարությանը եւ ջրային կոմիտեին, առաջարկելով վերանայել, կարգավորել Veolia-ջուր ընկերության հետ պայմանագրային հարաբերությունները։ 6-րդ կետը հենց այդպես էլ կոչվում էր ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցում։ Բան քաղաքապետ 16 թվականին գույքի ցանկը, որը ներկայացվել է վարձակալությամբ տարելու Վիոլային, այդ ցանկը ներկայացվել է թերություններով, բազմաթիվ են դեպքերը մայրաքաղաքում, երբ Վիոլա ջրի սպասարկման տիրույթում չէ, որովհետև գույքը չկա իր ցանկում։ Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին, դա վերաբերում է նորակառույց շենքերում տեղադրված պոմպակայաններին։ Նրա փոխանցմամբ կառուցապատողների մեղքով պոմպը չի հանձնվել Veolia-ջրին, պետությանը եւ դարձել է գլխացավանքի ու բնակիչների վեճի առարկա, եւ այդտեղ քաղաքապետանը որևէ մեղք չունի։ Կամո Արյանի խոսքով վերջին 3 դեպքերը վերաբերում են Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցին, նորոգման փուլում գտնվող TV 9 մանկապարտեզին եւ 105 մանկապարտեզին։ Կոյուղագծերն այստեղ խնդիրներ են առաջացրել եւ դրանք քաղաքապետարանը Veolia-ջրի հետ համագործակցաբար պետք է լուծի։ Ես զեկուցում եմ ձեզ, որ ընթացքի մեջ է հետևողական մեր կողմից այդ 6-րդ կետի պահանջը ներկայացրել եմ ամբողջ ցանկը ջրային կոմիտե, այս շաբաթ նորանշանակ նախագահի հետ հավանաբար մենք կարողանանք քննարկել սա։ Մենք ունենք հիմա սրված խնդիր, պարոն քաղաքապետ, ձեզ պիտի ամբողջը ճշմարտությամբ ես ներկայացնեմ բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում, բազմաբնակարան շենքերի նկողներ լցվող կոյուղաջրերի վերաբերյալ շատ մեծացել է վթարների թիվը։ Տիգրան Ավինյանն ասաց, որ կոյուղի հետ կապված խնդիրները ներկայացվում են խեղաթյուրելով տեղեկատվությունը։ Վստահ եմ, որ հատուկ արվում եւ ստացվում է այնպես, որ մենք ունենք քաղաքում մի ենթակառուցվածք, որը որ տենց ուղիղ մերը չի, մեր ենթակայության տակ չի, մաշված է աննկարագրելի չափով եւ շատ լավ է որ այս տարի կառավարությունը արդեն որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում, շնորհակալ ենք գործընկերներին, բայց կարծում եմ այդ մեկ անգամյա ծրագիր չպետք է լինի։ Մայրաքաղաքի մայիս ամսվա օդի որակի վերաբերյալ զեկույցից հետո Ավինյանը նկատեց, որ ծրագրից դուրս է մնացել տեղզմման կայանների, ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ բոլոր տեսակի վնասակար արտանետումների չափման հատվածը։ Իրապես զարմանալի է, անկեղծ ասած, ու չգիտեմ ինչ հիմնավորում եւ բացատրություն կա դրան, որ օրինակ մարդը որոշում է, որ ինքը պետքա իր ավտոմեքենայի այդ կատալիզատոր կոչվածը հանի եւ թունավորի բոլոր մնացածին, այսինքն չգիտեմ ինչ որ երևի խնայողություն է դրանով ստեղծվում, բայց մարդը չի հասկանում, որ այդ իր հանած կատալիզատորը սա շրջակա միջավայրում ով կանգնած է թունավորում է ինքը իր ավտոմեքենայով։ Ոչ միայն պետքա բարձրաձայնենք այստեղ այդ խնդրի մասին, այլ նաև պետքա սկսենք լուծել այդ խնդիրը մեր մասով։ Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների ղեկավարները տեսանյութերի միջոցով մանրամասն տեղեկություններ ներկայացրին տարբեր բակերում ու պուրակներում իրականացվող ծրագրերի, ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։